Ռոբերտ Պապը կապտավանքի, ինչպես ինքն է ասում, գեներալն է, վանքը խնամում է, հսկում, մաքրում ու պահպանում արդեն 32 տարի։ Իրենից առաջ այդ աշխատանքը տարիներ շարունակ մի կույր կին է կատարել, տիկին Իսկուհին, նրա շիրմաքարը եկեղեցու բակում է։ Կապտավանքը զորավոր սրբավայր է, այստեղ շատ մարդիկ են բժշկվել, մեկն էլ Ռոբերտ Պապն է, հենց այդ դեպքից հետո է որոշել ծառայել այստեղ։ Սուրբ Էջմիածին քարոզչական կենտրոնի ծրագրերից մեկի Եկայք Շինեսցուքի համաձայն Չարենցավանի քարոզչական կենտրոնի երիտասարդները եւ տեղի երիտասարդական ուսանողական հասարակական կազմակերպության անդամները Չարենցավանի քաղաքապետի օժանդակությամբ խոնարհված եկեղեցիներում պարբերաբար մաքրման աշխատանքներ են կատարում։ Կապտավանքը նրանց առաջին կայանն է։ Խմբին Աբովյանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Զոհրաբ Քահանա Մանասյանն էր ուղեկցում։ Սրբավայրը 1342 թվականին է կառուցվել գյուղի բնակիչների ջանքերով, չի նորոգվել շուրջ 650 տարի, 1980-ականներին վերականգնվել է միայն գմբեթը, ճարտարապետությամբ նորավանքին է նման։ Երիտասարդները մաքրելով եւ ազատելով սրբավայրը ավելորդ իրերից ու աղբից շարժվեցին դեպի Սուրբ Պողոս եւ Սուրբ Պետրոս եկեղեցիներ։ Երկուսն էլ կառուցվել են 1551 թվականին գյուղի մեծահարուստ եղբայրների կողմից։ Այս ճգնարաններում ու ժայռափոր խցերում ժամանակին հոգևորականներ են ապրել շուրջ 500 տարի, այս վանքի շուրջ են համախմբվել մարդիկ, տարբեր միջոցառումներ կատարել։ Ժամանակի ընթացքում տարածքն ամայացել է, իսկ եկեղեցին անմխիթար վիճակում հայտնվել։ 1800-ականներին միայն Սուրբ Պետրոսը նորոգվել է, իսկ Սուրբ Պողոսի համար էլ թիթեղյա ծածկ է կառուցվել։ Տեր հայրն ասում է, որ հաճախ է Վեմքարի օգնությամբ այստեղ պատարակներ մատուցում, իսկ երիտասարդների այցելություններն ամեն անգամ ավելի են ոգևորում ու հուսադրում իրեն։ Իրենց օգտագործությունները ճիշտ է, երբեմն դրսևորվում է մաքրման աշխատանքներով, բայց դրա հետ մեկտեղ կատարում ենք ժամերգություններ, կատարում ենք պատարակներ, որոնց միջոցով նրանք ավելի են մոտենում Աստծուն, իրենց աղոթքների մեջ հիշում են Աստծուն եւ դա առիթ է լինում, որ մեկ անգամ եւս նրանք իրենց կյանքը, իրենց օրը առհասարակ կապեն Տիրոջ հետ։ Մեր գլխավոր նպատակն է, որ մարդիկ ավելի կապված լինեն եւ վաղվա սերունդը ավելի շատ եկեղեցուն նվիրված լինի եւ եկեղեցուն շենություն բերի։ Քարոզչական կենտրոնի երիտասարդները Տեր հոր հետ միասին շարունակեցին ուխտագնացությունը դեպի Աբովյանի տարածաշրջանի մյուս վանքեր։